Հուլիսի 19-ին Սարիթաղում ոստիկանների հետ բախման արդյունքում կալանավորված 9 քաղաքացիներից 4-ի դատական գործերը 6 անգամ հետաձգվել են, 2-ին հետաձգվել է 2 անգամ, 1 անգամ էլ հետաձգվել է 3 կալանավորվածների դատը։ Եվս 3-ից 4 քաղաքացի գտնվում է հետախուզման մեջ։ Կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը Թորոս Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գործով որևէ տուժած ոստիկան չկա եւ 9 կալանավորվածներից որևէ մեկի հանդեպ առերեսման ժամանակ բողոք չի եղել։ Նրա խոսքերով բախման պատճառը եղել է Սարիթաղի կոմունալ ծառայությունների գազի ջրամատակարարման, էլեկտրամատակարարման վերականգնումը եւ տրանսպորտային միջոցների վերագործարկումը։ Ես ուզում եմ Արփինե Հովհաննիսյանի ուշադրությանը հրավիրեմ մեր դատավոր Դանի Բեկյանի գործողություններին, որ չգիտեմ, ասենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Ժամը 4-ին նիստ է լինում, մի հատ հարց են տալիս դատավորին, դատավորը գնում է մտածելու ժամ ու կես, գալիս է 6-ին 5 պակաս, ասում է մերժում ենք առանց բացատրելու ու դատը հետաձգվում է էլի մի ամիս։ Եթե գոնե 2-3 անգամ լիարժեք նիստ արվի, կպարզվի այդ տղաները մեղավոր են թե չէ։